Փետրվարի 1-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը շնչում էր տոնական տրամադրությամբ։ Նշվեց ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի 60-ամյակը, որին ներկային բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, պետական ու հոգևոր այրեր, բուհի ռեկտորի մարդկային բարձր արժանինքները գնահատող այլ անձինք։ Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեբուխ arczepiskopos Չուրջյանը։ Մենք հբարն ենք քեզանով, որ մեր մարզում այս մեծ հաստատության ղեկավարն եք դուք, ռեկտորն եք դուք, եւ ձեր նկարագիրը, ձեր պատկերը ինքնին արդեն կրթական նշանակություն ունի։ Մեր հասարակության մեջ մենք փնտրում ենք քայլող, կենդանի, ապրող մարդկանց, որոնցով կարելի է դաստիարակել սերունդներ։ Դուք այդ բարոյական նկարագրի տեր անհատականություն եք մեր մարզում։ Եվ դուք այս հաստատության մեջ ունեք մեծ վաստակ եւ ներդրում, որով եւ այս հաստատության վարկանիշը օր-օրի ավելանում է։ Եվ դա մեր բոլորի ուրախությունն է։ Մարդիկ կան, որ հարստություն, նյութական հարստություն են շահում ու կրկնապատկում ու քարապատկում են։ Եվ սակայն կորցնում են բարեկամներ եւ ձեռք բերում մեծաթիվ թշնամիներ։ Մարդիկ են կան, որ իմաստություն են ձեռք բերում, շահում են գիտություն, ամեն նման բարոյական արժեքներ շահում են բարեկամներ, նվազեցնում թշնամիների թիվն ու քանակը։ Դուք այդ մարդկանցից մեկն եք։ Ներկաների ուրախությունը կիսելու էր եկել նաև Գուրգեն Խաչատրյանի լավագույն ընկերներից մեկը, համակուրսեցի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։ Հուշերը նրան տարան դեպի ուսանողական տարիներ։ Նա հիշեց, թե ինչպես էր իր ընկերը ուսանողական տարիներին ստեղծագործում երգեր գրում։ Եթե Աստված մեկի մեջ շնորհքի տաղանդի հատիկ է դնում, այդ հատիկը ծլարձակելու է անկախ նրանից, թե նա որ ասպարեզում լինի, հայտնվի։ Ես լավագույն վկան եմ, որ պարոն Խաչատրյանի հետ 4 տարի ուսանելով ճանաչել եմ մարդու, որը ուշտված է ոչ միայն մանկավարժ լինելու ձիրքով, ոչ միայն գիտնական։ Նա արդեն կուրսի ավակն էր և մեր լավագույն կազմակերպիչը։ Այսինքն նա կարող էր ցանկացած ղեկավար պաշտոն ստանձնել։ Բուհի ռեկտորին ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքի խոսքեր հղեցին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը։ Վանաձոր համայնքի հավաքանու կողմից շնորհավորում եմ ձեր 60-ամյակը, ցանկանում երկար տարիների առողջ կյանք։ Պարոն Խաչատրյան, ես ձեզ ընդունում եմ ինձ ավակ ընկեր։ Տարիքով մեծ ընկերներ շատ ունեմ, բայց նրանց ավակ ընկեր չեմ կարող բոլորին համարել, որովհետև ես ավակ ընկեր համարում եմ այն մարդկանց, որոնցից եւ ես եւ հասարակությունը սովորելու բաներ ունի, իսկ ձեզնից մենք շատ բան ենք սովորել։ Գիտության և մշակույթի ասպարեզում ունեցած ներդրման համար, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը պարգևատրվեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։ Նրան շնորհվեց նաև իր ծննդավայրի Ջիլիզա համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։ 40 տարի ետ նայելով, իր շնորհալի ուսանողին այսպես հիշեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թերեզա Շավերդյանը։ Ես բախտ եմ ունեցել նրա դասախոսը լինելու, իբրև դասախոս շատ բան ունեմ ասելու, բայց միայն մի դեպք եմ ուզում ասել, քննության պահը։ Գուրգեն Խաչատրյանը ինձ պատահած միակ մարդն է, որը գնահատականի համար չի սովորել։ Նրա համար դա եղել է ամենավերջինը, ամենաանհետաքրքիրը։ Եվ ես առաջին վիրավորանքը ստացել եմ նրանից այն բանի համար, որ քննության պահին փայլուն պատասխանից հետո, երբ մի պատահական, երրորդական հարցի պատասխանը տատանվեց, ճիշտ չասած եւ գերազանց նշանակեցին, շատ կոպիտ, շատ վիրավորված ասած, ինչու եք ինձ նշանակում։ Չեք կարող պատկերացնել իր վիրավորանքը։ Ես հիմա նրան բացատրում եմ, որ ես այստեղ որևէ խախտում չեմ թույլ տվել։ Ձեր պատասխանը իրոք գերազանցի էր եւ այդպես շարունակ երբեք գնահատականի համար
չպայքարեց, նրա համար դա շատ հասարակ ու շատ երկրորդական բաներ էր։ Ջերմ շնորհավորանքի խոսքեր հնչեցին նաև ուսանողների շուրթերից խոսքեր, որոնք եւս մեկ անգամ վկան են այն բանի, որ ռեկտորն ուսանողների համար է, ռեկտորն ուսանողի կողքին է, նրանց հետ, նրանց պաշտպանը։ Որպես աչք զարնող, օրինակ, որպես մենք ձեզ ենք նայում, ձեր զավակի պես, ու փորձում կյանքում ապրել պարզ ձեր պես, լինել եւ բարի, բայց եւ խիստ որպես։ Ուսանողական խորհրդի նախագահ Սուրեն Ղալայանը իհուշ այս գեղեցիկ միջոցառման ուսանողների անունից հոբելյարին նվիրեց Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից 1934 թվականին տպագրված նոր կտակարանի բնօրինակը։ Միջոցառման ողջ ընթացքում երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան մանկավարժության ֆակուլտետի շնորհալի ուսանողները։ Միջոցառման վերջում բուհի ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներկա էին միջոցառմանը։ Ինչպես կուզեի սկսել իմ կյանքը, եթե աշխարհ գալու հնարավորություն լիներ, ես Սարյանի խոսքով ասած, թե հնար լիներ աշխարհ գալու նորից, ես կուզեի ծնվել նույն հորումորից։ Եվ շարունակությունը կուզեի նույնը լիներ, ինչու՞, որովհետև ինձ համար ավելի հաճելի է եղել առանձնատիպ չարչարանքների տքնանքի գնով հաջողության հասնել, որովհետև այդ հաջողությունը գնահատվում է առաջին հերթին իմ կողմից, բայց նաև ի պատիվ իմ դիմացիների կողմից եմ միշտ արժևորվել եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ տիկնոջը, իմ տղաներին, մեր տղաներին եւ մեր հարցերին ու թուրներին, որոնք չեն խանգարել որի բառը հասկանալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գիտական ղեկավարին, Վարագ Արաքելյանին, որը իմ կայացման ճանապարհին շատ լուրջ դեր է կատարել։ Եվ չմոռանալ իմ անմատչելի մեծությանը, Գևորգ Ջահուկյանին, որի ես դեպքան ասպարեզ։ Իսկ ամենից շատ ես ուղղակի ուզում եմ իմ պաշտամունքի խոսքը ասել գրապարին, չլիներ գրապարը, ես այստեղ չէի լինի։